ռադիոյի դուրը որ կոտրում էին, այդ ժամանակ դուք եղել եք։ Շատ ուղիղ, ուզում եմ իմանալ, իմ հետ պատմություն եմ ուզում պատմեմ, ուզում եմ իմանալ։ Հա, լավ։ Ժողովուրդ, ուրեմն Մարկ Գրիգորյանը, ես ուզում եմ հասկանամ, Երևանցին ուզում է տեսնի պատվավոր քաղաքացի, ով օրինակ ապրիլի 14-ին 2018 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը մտնում է հանրային ռադիո եւ նշում է, որ չեմ լուսաբանում բողոքի ցույցերը, հանրային էլ հետը, հիմա հանրայինը դարձել է ինչ որ խմբի շահերը սպասարկող։ Ճիշտ ասած Նիկոլ Փաշինյանի խոսքերը հիմա էլ է շատ արդիական, որտեվ հանրայինը ինչ որ խմբի է սպասարկում, կանչում են մարդիկ 50 անգամ ինձ սկսում են հերքել կոռուպցիայի մյուսի մասին, բայց կսատկեն, կկախվեն ու ինձ մի անգամ դուխ չեն անի, ինձի կանչեն։ Նույն Պետրոսին էլ եմ ասել, իրանց Հովիկին էլ եմ ասել, բայց ի՞նչն է հետաքրքիր, պարոն Փամբուխչյան։ Մարկը Գրիգորյան այդ օրը հանդերձ եկավ եւ ստախոս հանեց Նիկոլ Փաշինյանին, անամոթություն։ Բեժ բերեմ իր խոսքերը։ Քո խոսքերը ու խոսելու գրեյկությունը խոսում է ազգային ժողովի падգամավորի հետ։ Տղա ջան, քո չէ, ձեր, ասեիր Նիկոլ Փաշինյանին։ Քո խոսքերը եւ քո գրավելը ցույց են տալիս, որ ոչ դու, ոչ էլ քո հետևորդները չեն լսում հանրային ռադիոյի եթերը։ Մարդ, որը սկսում է այդ լեքսիկոնով խոսել, պարոն Թոխյան, օրինակ այդ մարդու մասին է կուզենամ կարծիք արտահայտեք, նորմալ է, որ այդ լեքսիկոնով ազգային ժողովի падգամավորի հետ է խոսում։ Ուրեմն պարոն Թոխյան, որ լավ լսեք, ասում եմ այդ մարդը այդ տոնով խոսել ազգային ժողովի падգամավորի հետ։ Հաջորդը, երբ որ հեղափոխությունը լինում պրծնում է, դուք ծնողների հետ ես խոսում։ Հատլես ինչ եմ ասում քեզ։ Մեր Գրիգորյանը բերում իր կաբինետի վրա փակցնում է, որ այստեղից է սկսվել հեղափոխությունը։ Անկեղծ Չալոն ավելի շատ բարոյական իրավունք ուներ ասել, որ ինձանից է սկսվել, քան այս մարդը։ Հասկանում եք։ Շարունակությունը հարց ունեմ տալու, թող պատասխանի։ Ճիշտ է, որ դուք կաբինետներում քո դրամապանակով աշխատողներին ես հարվածում։ Գնացել էի Թամանյանի անվան, որտեղ որ ինքը տնօրեն է, փորձեցի հասկանալ հենց դրսից բանից, ինձ ասեցին թուքումուր արեցին եւ անկեղծ թուքումուր արեցին ձեր փոխարեն, որ ում եք բերե, ուզում եք դարձնեք պատվավոր քաղաքացի։ Իմ համար sense абսուրդ էր, չկարողացա հասկանալ։ Կամ այս մարդը, որին որ ներկայացնում եք Երևանից է խոսացել, չեմ տեսել, որ 20-ից 24 թվականը խոսեր ասեր Երևանը գլխավոր հատակագիծ չի ունեցել ու Երևանի դիմապատկերի հերն անիծել են։ Չեմ տեսել, որ իր խոսքի մեջ հերներ քննադատեր ասեր ժողովուրդ, մեկ օր շուտ գլխավոր հատակագիծ ընդունեք, որովհետև հողերը մեջ են անում, թալանում են։ Եկեք ցույց եմ տվաստում ժողովուրդ նախքին գլխավոր հատակագծով էլ էս թազենը որ պլանավորում եք, ըստե ճամփա պետելի մարդիկ եկե բան են սարքում, դեմն առեք, առել եք, չէ, չեք առել։ Հիմի որ ասեմ կոռուպցիոներ եք կնեղվեք։ Նեղվում եք ձեր խնդրեմն է, կոռուպցիոներ եք կամ հովանավորողներն եք դուք բոլորդ։ Հասկանում եք։ Հիմի հաջորդ հարցը որ կա, էլի ամեն ինչ երկակի ստանդարտներն ուզում եմ հասկանամ, էլի, այս մեր հանձնաժողովում բերել էին մի բան, նաև ուզում եմ իրանք ստեղ լինեն հարցնեն, տեսնեն իրանք դրան ոնց են նայում, պարոն Փամբուխչյան, ուրեմն ինչ որ մեկը մի 14 հատ Նիվա Լադա բան նվեր է տվել քաղաքապետարանին, ասում ենք ախպեր, ով է տվել, ինչի համար է տվել, չեն ասում։ Ես գնացել եմ մանկապարտեզները, տեսել եմ ողբալի վիճակը, տնօրեններին ասել եմ, որ ես իմ անձնական միջոցներից պատրաստ եմ 1 միլիոն դրամ տալ, որտեղ ջուրը գալիս լցվում է մանկապարտեզների մեջը սարքենք, բայց հասկացել եմ, որ ինձ ինտրա կաշառքով գդատեք, եկել եմ ստե ձեր վարչության պետերին է, խնդրի ասել եմ ժողովուրդ, ընթացակարգը բացատրեք, որ անեմ նորմալ, պետք է չի որ ես գովազդ լինեմ, առաջի անգամ եմ խոսում։ Ինձ ասում են, չէ, ինձանից նվեր չեն ընդունում, որ մանկապարտեզների համար եմ անում, չգիտեմ, ով բերում 14-ը տավտա տալի Երևան քաղաքին։ Բա մի որ ասեմ, էսի գժանոց է, կնեղանաք որ ասեմ։ Ձեր բախտը կնեղանաք, գժանոց է էսի։ Դե նեղացեք։ Դեզ ժամանակն էլ ավարտվեց, դուք էլ սահուն կերպով էլի հարցից շեղվելով, պարոն Մանուկյան, ֆիքսենք դա։